Խոստովանել և բաց թողել։ Ես ուժեղ եմ, երբ խոստովանում եմ իմ սխալները և ընդունում այն ողորմությունը, որին արժանի չեմ։ Ա Հովհաննես 1:9 ասում է. «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»։ Այնքան շատ ազատություն կա այս խոստման մեջ։ Երբ խոստովանում ենք մեր մեղքերը, նա ոչ միայն ներում է, այլև սրբում է մեզ մեր ընտրության հետևանքներից։ Ինչու ենք փորձում արդարանալով մեղքը գցել ուրիշի վրա։ Ես հասկացել եմ, որ հենց ընդունում ենք սխալը, այն բաց է թողնում մեզ։ Պատճառ չկա մեղավորներ փնտրելու, երբ Հիսուսը վերցրեց մեր մեղքը, մենք խոստովանում ենք և առաջ շարժվում։ Նախ խոսենք արածը խոստովանելու մասին։ Ես լսել եմ հետևյալ խոսքը. «Սատանան ստիպեց, որ այդպես վարվեմ»։ Մենք կարող ենք պատճառաբանություններ հորինել, բայց ճշմարտությունն այն է, որ Սատանան չի կարող ստիպել ինչ-որ մեկին անել այն, ինչը նա չի ցանկանում։ Կա ևս մեկ միջոց, որով ակամա մեղք գցում ենք ուրիշի վրա։ Դա հետևյալն է. «Չկարողացա ինձ զսպել, չկարողացա ինձ վերահսկել»։ Այդպես մենք հակադրում ենք Աստծուն, որն ասում է, որ ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով, քանի որ ակնարկում ենք, որ մեղքն ազդեցություն ունի մեզ վրա և մենք անկարող ենք տիրապետել դրան։ Գուցե մեր շուրթերով չասենք դա, բայց կասենք մեր ապրելակերպով։ Ապաշխարությունն ասում է. «Ես արել եմ դա, ես ապաշխարում եմ դրա համար և դառնում եմ դեպի քեզ, Տեր, որպեսզի սրբես ինձ»։ Մեր սխալները խոստովանելուն հաջորդում է այլ ավելի դժվար քայլ՝ բաց թողնելը։ Դուք պետք է բաց թողեք ինքներդ ձեզ։ Սա չափազանց կարևոր է, որովհետև բանալի գործոն է ձեր հուզական, ֆիզիկական և հոգևոր առողջության համար։ Ոչ մի բարիք չեք ստանա փորձելով պատժել ինքներդ ձեզ այն բանի համար, որն Աստված արդեն ներել է և մոռացել։ Եթե Նա հեռացրել է ձեր անօրենությունն այնքան հեռու, որքան արևելքը հեռու է արևմուտքից (Սաղմոս 103:12), անիմաստ է այն հետ կանչելը։ Աստծո բարությունը և քաղցրությունն են մեզ տանում ապաշխարության։ Աստված ցույց է տալիս Իր ողորմությունը, երբ մենք արժանի չենք դրան, որպեսզի կարողանանք փոխվել։ Ողորմությունն այն է, երբ չենք ստանում այն, ինչին արժանի ենք։ Շատերիս համար դժվար է սա հասկանալ։ Մեզ ավելի հարմար է կանոնները և աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ սկզբունքը։ Ընդունենք այդ ողորմությունը, ընդունենք մեղքից դեպի ազատություն տանող Աստծո ճանապարհը։ Եկեք աղոթենք։ Տեր, հայտնիր ինձ բոլոր ուղիները, որոնցով հակառակվում եմ մեղքից ազատվելու Քո միջոցներին։ Ցույց տուր, սիրելի Աստված, սխալներս, որոնք պետք է խոստովանեմ և բաց